Բարև Հայր ջան, երեք մեր լույսի բանակի տելեգրամյան ալիքում տեսա Նիկոլի հայտարարությունը սահմանադրության փոփոխության մասին, որ ասում է հղում չի լինելու անկախության հռչակագրին։ Գիտեք, երբեմն պատմության մեջ լինում են պահեր, երբ մի նախադասությունը բացահայտում է մի ամբողջ քաղաքական մտածողություն։ Երբեմն մի արտահայտությունը մերկացնում է ամբողջ իշխանության իրական էությունը։ Ու Նիկոլի այս հայտարարությունը հենց տենց նախադասություն է։ Ու այդ հայտարարության մեջ մենակ այդ նախադասությունը չի, որին անդրադառնալու եմ։ Այդտեղ կա նաև Արցախի վերաբերյալ հայտարարություն, որին եւս այս վիդեոյում կանդրադառնամ։ Դրա ընդհանուր այդ հայտարարությունը բաժանել ենք երկու մասի, որ հերթով անդրադառնամ։ Սկզբից հիմա մի հատ լսեք այս սահմանադրության մասին ինչ է ասում ու շարունակենք։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի, եւ ասեմ ինչու։ Որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Եվ թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրվածի ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ։ Ինչ է ասում այս կահաստումավորը։ Ասում է Հայաստանի սահմանադրության մեջ չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, որտեղ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Այս միտքը առաջի հայացքից կարա թվա պարզապես հերթական քաղաքական մանիպուլյացիա, բայց իրականում այս սովորական մանիպուլյացիա չի։ Այս իրականում շատ ավելի վտանգավոր բան է, քան կարաք պատկերացնեք։ Սրա այս հայտարարությունը պետական մտածողության քայքայում է հենց իր արմատում, որտեղ պետությունները չեն ծնվում հարմարավետությունից, պետությունները ծնվում են պայքարից։ Իգիտություն այս սրա մտքերին ծափահարող բոլոր տգետներին ասեմ, որ աշխարհի բոլոր անկախությունները կառուցված են կոնֆլիկտի վրա։ Ամերիկայի անկախությունը ծնվել է բրիտանական կայսրության դեմ պատերազմի մեջ։ Ֆրանսիական հանրապետությունը ծնվել է հեղափոխության կրակի մեջ։ Իսրայելի պետությունը ծնվել է գոյաբանական պատերազմի պայմաններում։ Հունաստանի անկախությունը կառուցվել է Օսմանյան կայսրության դեմ ազգային ապստամբության վրա։ Այսինքն, եթե այս լավագույն դեպքում քաղաքականապես անգրագետի տրամաբանությունը կիրառենք համաշխարհային պատմության վրա, ապա աշխարհում համարը ոչ մի պետություն չպետք է գոյություն ունենար, որտեղ անկախությունը առանց կոնֆլիկտի գոյություն չունի։ Անկախությունը միշտ կոնֆլիկտ է որևէ կայսրության դեմ, որևէ օկուպացիայի դեմ, գերիշխանության դեմ ու վերջապես ոչնչացման դեմ։ Ու ստեղ գալիս ենք ամենակարևոր հարցին, ինչի է Հայաստանի վարչապետ կոչվածը հայտարարում, որ Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային փաստաթուղթ է, որովհետև այդ հռչակագրի մեջ կա մի բան, որը իրան խանգարում է։ Տեսեք, այդ փաստաթուղթը հստակ ասում է, որ հայ ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար։ Հայ ժողովուրդը ունի պատմական արդարության պահանջ ու հայ ժողովուրդը չի հրաժարվում իր ազգային իրավունքներից։ Այսինքն այդ փաստաթուղթը ասում է մի պարզ ճշմարտություն, որ հայ ժողովուրդը գոյություն ունի ոչ թե թույլտվությամբ, այլ իրավունքով։ Այս շատ կարևոր է հասկանալ։ Ու հենց էս է այն գաղափարը, որը խանգարում է ներկայիս իշխանությանը, որովհետև եթե դու ընդունում ես այդ գաղափարը, այսինքն անկախության հռչակագիրը, ուրեմն դու չես կարող գնաս ու բանակցես, որ Հայաստանը պարտված գաղութ է։ Անկախության հռչակագրի վրա հղումը պահպանելով դու չես կարող վերացնես ազգային հիշողությունը, որ հարևան բռնապետն էլ իրան ավելի հարմար զգա։ Ու վերջապես սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում ունենալով դու չես կարող սահմանադրությունը վերաշարադրես ուրիշ երկրի նախագահի պահանջով։ Այստեղ է ամբողջ ողբերգությունը։ Այս մի անգամ կապիտուլյացիա ստորագրածը հիմա էլ փորձում է ներկայացնել ազգային սկզբունքները որպես կոնֆլիկտի աղբյուր, բայց իրականությունը ճիշտ հակառակն է, հենց ազգային սկզբունքներից հրաժարվելն է բերում ամենամեծ կոնֆլիկտների։ Պատմությունը այդ ապացուցել է 1000 անգամ, երբ ժողովուրդը հրաժարվում է իր իրավունքներից, պատերազմը չի ավարտվում։ Երբ ժողովուրդը հրաժարվում է իր հիշողությունից, ճնշումը չի դադարում, ու երբ պետությունը հրաժարվում է իր արժանապատվությունից, ագրեսորը մենակ ավելի է առաջ գնում, ու դա շատ տրամաբանական է, որովհետև աշխարհում կա մի հատ շատ պարզ կանոն։ Թուլությունը երբեք խաղաղություն չի ստեղծում։ Թուլությունը թշնամիներից մոտ մենակ ավելին խլելու ախորժակ է բացում։ Ու հենց տեղ է Հայաստանի այսօրվա քաղաքականության ողբերգական պարադոքսը։
Իշխանություն կոչվածը փորձում է ներկայացնել ազգային արժանապատվությունը որպես վտանգ, իսկ իրական վտանգը ներկայացվում է որպես խաղաղություն։ Ու հայեր ջան, այս արդեն քաղաքականություն չի, այս իրականության շրջադարձված պատկերը։ Երբ քեզ ասում են, որ պատմական հիշողությունը խանգարում է ապագային, այդ նշանակում է, որ քեզ պատրաստում են ապագա առանց պատմության։ Երբ քեզ ասում են, որ ազգային իրավունքները խանգարում են խաղաղությանը, այդ նշանակում է, որ քեզ առաջարկում են խաղաղություն առանց իրավունքների։ Ու երբ քեզ ասում են, որ պետք է փոխել սահմանադրությունը, որ ուրիշ պետություն իրան ավելի ապահով զգա, այդ էլ նշանակում է, որ քո պետությունը արդեն սկսել են դիտարկել որպես երկրորդական։ Ու ստեղ է այն սահմանը, որտեղ սկսվում է իրական քաղաքական պատասխանատվությունը։ Պետության ղեկավարի առաջին պարտականությունը խաղաղություն մուրալը չի։ Պետության ղեկավարի առաջին պարտականությունը պետությունը պաշտպանելն է։ Խաղաղություն կարելի է կառուցել մենակ այն ժամանակ, երբ դու ունես ուժ, արժանապատվություն ու սկզբունք։ Առանց դրանց խաղաղությունը զուտ ճնշման ժամանակավոր դադար է մինչև հաջորդ ճնշումը։ Այսօր մեզ փորձում են համոզել, որ ազգային գաղափարը խնդիր է, բայց իրականում խնդիրը ազգային գաղափարի բացակայությունը։ Հայաստանը այսօր չունի գաղափարական պետություն, Հայաստանը չունի ռազմավարական պետություն, Հայաստանը չունի ազգային նպատակով առաջնորդվող իշխանություն, ու հենց ստեղ է ծնվում այն անհրաժեշտությունը, որի մասին մենք խոսում ենք արդեն բավականին երկար ժամանակ։ Հայաստանին պետք է քաղաքական վերածնունդ, ոչ թե հերթական իշխանափոխություն, ոչ թե հերթական կուսակցական խաղ, այլ Հայաստանին պետք է ազգային մտածողության ամբողջական վերակառուցում։ Պետություն, որը հասկանում է պատմությունը, պետություն, որը հասկանում է աշխարհաքաղաքականությունը, պետություն, որը հասկանում է, որ արժանապատվությունը բանակցային դիրք է, ոչ թե խոչընդոտ։ Այս է այն ճանապարհը, որի մասին խոսում է Լույսի բանակն ու վերածննդի շարժումը։ Լույսի բանակի ծրագրերը, որոնք մեր կայքում ներկայացված են, որոնք կարաք հենց հիմա էլ բացեք ու ծանոթանաք, հիմնված են բացառապես Հայաստանի ինքնիշխանության, բարգավաճման ու հզորացման վրա։ Մեր բոլոր ծրագրերը բխում են բացառապես ազգային շահերից։ Ու մեր առաջարկը, որը հանգիստ իրագործելի է, դա երբեմնի հզորագույն Հայաստանն է, ոչ թե հին համակարգի շարունակություն, ոչ թե նոր դիմակ հին քաղաքականության վրա, այլ նոր քաղաքական մշակույթ։ Մենք բերում ենք քաղաքականություն, որտեղ Հայաստանը բանակցում է որպես պետություն, ոչ թե որպես խնդրող։ Մենք բերում ենք քաղաքականություն, որտեղ սահմանադրությունը չի գրվում արտաքին ճնշումների տակ, ու վերջապես քաղաքականություն, որտեղ ազգային հիշողությունը չի ներկայացվում որպես սխալ։ Ու ստեղ պետք է ասեմ մի շատ պարզ բան։ Եթե մի ժողովուրդ սկսում է ամաչել իր անկախության հռչակագրից, շուտով այդ ժողովուրդը կսկսի ամաչել նաև իր անկախությունից։ Իսկ ժողովուրդը, որը ամաչում է իր անկախությունից, պատմության մեջ երկար չի գոյատևում։ Դրա համար այս հարցը մենակ սահմանադրության մասին չի, այս այն հարցն է, որ Հայաստանը լինելու է պետություն, թե զուտ տարածք։ Հայեր ջան, ձեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա մի հատ միտք, որ պետությունները չեն կործանվում այն պահին, երբ պարտվում են պատերազմներում։ Պետությունները կործանվում են, երբ նրանց ղեկավարները սկսում են հայտարարել, որ պայքարը սխալ էր։ Հենց այդ հայտարարությունների պահից սկսվում է ոչ թե խաղաղություն, այլ պատմությունից դուրս մնալու գործընթաց։ Ու դրա համար այսօր Հայաստանի առաջ կանգնած ընտրությունը պարզ է։ Կամ մենք վերադառնում ենք ազգային մտածողությանը, կամ մենք շարունակելու ենք ապրել քաղաքականության մեջ, որտեղ սահմանադրությունը փոխվում է ուրիշների պահանջով, իսկ պատմությունը շատ դաժան դասատու է, ինքը միշտ հիշեցնում է մի հատ պարզ օրենք։ Ազգերը չեն կործանվում թշնամիներից, ազգերը կործանվում են այն ժամանակ, երբ սկսում են հավատալ իրենց թշնամիների տրամաբանությանը։ Ու սրա հայտարարության առաջին մասը ամփոփելով կասեմ, որ հրաժարվել սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում անելուց նշանակում է ուղիղ հրաժարվել անկախությունից։ Դուք հասկանում եք այս նպատակի կործանարար լինելու աստիճանը, կամ հասկանալուց հետո էլի պատրաստվում եք մնալ դիտորդ, թե գոնե հիմա ձեզ մի բան կհուշի միանալ ու աջակցել վերածննդի շարժմանը։ Մտածեք սրա վրա ու փորձեք պատկերացնել, թե ձեր որոշման համար ինչ պատասխան եք տալու վաղը ձեր երեխեքին կամ թոռներին։ Հիմա նայեք Արցախի վերաբերյալ սրա հայտարարության երկրորդ մասին ու նորից շարունակենք։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն եւ այլն։ Շատ լավ հասկացա։
Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետք է գնանք կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի Հիմա նայեք այս հայտարարության իրական խորքը։ Քաղաքականության մեջ ամենավտանգավոր մտքերը ասվում են ոչ թե գոռալով, այլ իբր չակերտավոր տրամաբանություն ներկայացնելով։ Յանի ինքն հենց ահավոր տրամաբանական շղթա է էլի ներկայացնում, որ այս անենք սենց կլինի, այն ասենք պատերազմ կլինի, բայց այդ իր ներկայացրած տրամաբանությունը մենակ իր գլխի մեջ է։ Իրական տրամաբանությունը այդ չի։ Դրա մասին հեսա կխոսանք, բայց ուզում եմ հիշեցնել, որ ամենախորքային հակապետական գաղափարները ներկայացվում են որպես չակերտավոր խաղաղասիրություն ու հիմա մենք այ հենց տենց մտքի հետ գործ ունենք տեսեք էսի ասում է հետևյալը եթե պատարակների ժամանակ հիշատակվում է Արցախի հանրապետությունը այդ նշանակում է կոնֆլիկտ եթե հիշատակվում է Արցախի հանրապետությունը այդ նշանակում է պատերազմի կոչ Այդպես լավ չի արա, մի հատ էլ ասա հայերեն մի խոսացեք, էդ էլ կարա պատերազմի կոչ լինի, կամ առավել եւս Արցախի բարբառով էլ մի խոսացեք, այդ կոնֆլիկտը։ Լավ ասենք մեկը չկա սրանասի, որ այնինչ դու հիմա վիզես դրե որ հասնես, դու դրան երբեք չես հասնելու, որովհետեւ կողքերդ մի քանի հատ եսի ինչ ես լցրել, որոնք իբր քո հետ համաձայն են, գիտես թե ամբողջ հայազգը այդ ապազգային մտքերդ պետք է ընդունի։ Ու իմ համար այս հայտարարությունները ընդհանրապես սխալ մտքեր չեն։ Հայր ջան, լսեք հիմա շատ ուշադիր։ Այն ինչ էսի խոսում է, դրանք զուտ սխալ մտքեր չեն։ Այս քաղաքական մտածողության վտանգավոր շեղում է, որը եթե չկանգնացվի, եթե սրա դեմը չառնվի, ապա էսի կարա ոչ միայն Արցախի հիշողությունը փորձի վերացնել, այլ նաև ամբողջ Հայաստանի ու հայազգի արժանապատիվ անկախ ու իրականում խաղաղ ապագան։ Որովհետև այս տրամաբանությունը ունի շատ պարզ հետևանք։ Եթե Արցախը հիշել է պատերազմը, ապա հաջորդ քայլը ինչ պետք է լինի։ Պետք է Արցախի անուն տալը դառնա քրեորեն պատժելի կամ էլ ենթակա վարչական տուգանքների։ Եթե Արցախի անունը կոնֆլիկտ է, ապա սրանք ամեն ինչ անելու են, որ դադարեցնեն Արցախի պատմությունը։ Եթե Արցախի պատմությունը կոնֆլիկտ է, ապա պետք է հրաժարվել Արցախի իրավունքից։ Այ էս է սրանց ասածը, այսինքն այս ամբողջ մարազմացիկ տրամաբանության վերջում կա մի վերջնակետ։ Արցախը պետք է մոռացվի։ Էս է սրանց ամբողջ գաղափարական առանցքը, բայց այդտեղ սկսվում է այն պահը, որտեղ իրականությունը ջախջախում է սրանց այս մտածողությունը, որովհետև աշխարհում գոյություն չունի մինեն ժողովուրդ, որը հրաժարվելով իր պատմությունից դրանից հետո ապահովել է խաղաղություն։ Տենց օրինակ գոյություն չունի։ Բայց կա հակառակ օրինակների հսկայական շարք, ու երբ ժողովուրդը հրաժարվում է իր իրավունքներից, ինքը ստանում է ոչ թե խաղաղություն, այլ նոր պահանջներ։ Երբ ժողովուրդը հրաժարվում է իր հիշողությունից, ինքը ստանում է ոչ թե հաշտություն, այլ նվաստացում։ Ու երբ ժողովուրդը սկսում է վախենալ անգամ իր կորցրած հայրենիքի անունից, ինքը արդեն մտնում է պատմական անկման փուլ։ Ու հենց այս հայտարարության իրական ողբերգությունը Հայաստանի վարչապետ կոչվածը փորձում է համոզել ժողովրդին, որ հիշողությունը վտանգ է։ Հայր ջան, ես էլ ձեզ ասում եմ, որ իրականում հիշողությունը վտանգ չի, հիշողությունը գոյատևման մեխանիզմ է։ Ազգերը գոյատևում են ոչ միայն բանակով, այլ նաև հիշողությամբ։ Երբ մի ժողովուրդ կորցնում է իր պատմական հիշողությունը, ինքը կորցնում է նաև իր ապագայի ռազմավարական ուղղությունը։ Ու հիմա պատկերացրեք այս իրավիճակի ամբողջ աբսուրդը։ Պատարակի ժամանակ հիշատակվում է Արցախի հանրապետությունը։ Այո, որովհետև դա մի ամբողջ հայ ժողովրդի աղոթքի մեջ ապրող հիշողություն է։ Դա զոհվածների հիշատակի շարունակությունն է, ու դա պատմության մեջ մնացած ժողովրդի գոյության վկայությունն է։ Ու երկրի ղեկավար կոչվածը հայտարարում է, որ այդ հիշատակումը պատերազմի կոչ է, այսինքն ինչ է ստացվում։ Եթե դու հիշում ես քո կորցրած հայրենիքը, դու պատերազմ ես ուզում։ Եթե դու հիշում ես քո ժողովրդի իրավունքները, դու կոնֆլիկտ ես ուզում։ Եթե դու հիշում ես քո պատմությունը, դու վտանգ ես ստեղծում։ Այս արդեն քաղաքականություն չի, այս հիշողության քրեականացումը ու պատմության մեջ այս միշտ ունեցել է նույն անունը։ Այս կոչվում է պարտության գաղափարախոսություն։
Պարտությունը ինչ է, երբ դու պարտվում ես ճակատամարտում։ Պարտությունը սկսվում է այն պահին, երբ իշխանությունը սկսում է համոզել ժողովրդին, որ իրենց զոհերը ավելորդ էին։ Երբ իշխանությունը սկսում է համոզել ժողովրդին, որ իրենց իրավունքները վտանգավոր են, այ հենց այդ պահից էլ սկսվում է ազգային քայքայումը։ Հայր ջան, իմ համար իրականում ահավոր բարդ է, սենց հանգիստ ես ամեն ինչը բացատրել ու ներսումս մի կերպ զսպել ամբողջ ցավն ու ջղայնությունս, բայց իմ համար կարևորը ոչ թե էմոցիաների արտահայտումն է, այլ մտքի տեղ հասցնելը նրանց, ովքեր այսքանը չեն հասկանում։ Ու բոլոր էմոցիաներս զսպելով պետք է ասեմ մի հատ շատ պարզ ճշմարտություն, որ Արցախի անունը պատերազմ չի, Արցախի անունը հիշողություն է, Արցախի անունը պատմություն է, Արցախի անունը իրավունք է ու ամենակարևորը Արցախի անունը ազգային ինքնության մաս է։ Արցախը ջնջելը չի վերացնելու կոնֆլիկտը, Արցախ ջնջելը ջնջելու է Հայաստանի արժանապատվությունը, որտեղ աշխարհում կա շատ դաժան կանոն, ագրեսորը երբեք չի բավարարվում քո լռությամբ։ Եթե դու հրաժարվում ես Արցախից, վաղը քեզ կասեն հրաժարվի Սյունիքից։ Եթե դու հրաժարվում ես պատմությունից, վաղը քեզ կասեն հրաժարվի քո ինքնությունից։ Ու եթե դու հրաժարվում ես հիշողությունից, վաղը քեզ ասելու են հրաժարվի պետությունիցդ։ Ու հենց էսա այն քաղաքական փակուղին, որտեղ մեզ հիմա փորձում են տանել։ Նիկոլի քաղաքականությունը խնդիրը լուծելու փոխարեն փորձում է ջնջել հիշողությունը։ Տարածքային կորուստները փորձում են վերածել մտածողության կորստի ու փորձում են համոզել, որ ժողովուրդը պետք է սովորի ապրել առանց իր պատմության։ Բայց կա մի կարևոր սահման։ Հայ ժողովուրդը կարա կորցնի սահմաններ, այդ լուծվող հարց է, մանավանդ երբ մենք լինենք իշխանության։ Բայց հայ ժողովուրդը իրավունք չունի կորցնելու իր հիշողությունը, որովհետև հենց հիշողությունն է այն ուժը, որը այդ կորուստը մի օր դարձնում է վերածնունդ։ Հիմա ես դիմում եմ իրական հայերին։ Իմ այս խոսքերը չեն վերաբերվում որևէ նախկին կամ ներկա իշխանություններին, Հայաստանի շահերից ավելի շատ նվիրված քվյատ հերթիկներին։ Ես խոսում եմ իմ տեսակի հետ ու հայր ջան, Հայաստանը չի կարա շարունակի ապրել պարտության գաղափարախոսությամբ։ Հայաստանը չի կարա ունենա իշխանություն, որը վախում է նույնիսկ կորցրած հայրենիքի անունից։ Հայաստանը պետք է վերադառնա ազգային մտածողության, պետք է վերադառնա ռազմավարական քաղաքականության, պետք է վերադառնա այն քաղաքականությանը, որտեղ պետությունը չի ամաչում իր պատմությունից։ Էս է այն ճանապարհը, որի մասին խոսում է վերածննդի շարժումը։ Մենակ լույսի բանակի հետ եք ունենալու ազգային արժանապատվության վերականգնում։ Մենակ մեր հետ եք ունենալու պետություն, որը հիշում է իր պատմությունը ու անկախ է արտաքին կենտրոններից։ Մենակ մեր հետ եք ունենալու պետություն, որը պաշտպանում է իր իրավունքները, պետություն, որը չի փորձում խաղաղություն կառուցել սեփական հիշողությունը ջնջելով, որտեղ պատմությունը մեզ սովորացրել է մի պարզ ճշմարտություն։ Խաղաղությունը միշտ կառուցվում է միայն ու միայն ուժով, արժանապատվությամբ ու պատմական հիշողությամբ։ Հիշեք, որ եթե մի օր իշխանությունը սկսում է վախենալ անգամ Արցախի անունից, ուրեմն այդ իշխանությունը արդեն վախում է հայ ժողովրդի հիշողությունից։ Իսկ իշխանությունը, որը վախում է սեփական ժողովրդի հիշողությունից, ինքը մեր պատմության մեջ մնալու իրավունք չունի։ Ու դրա համար այսօր հարցը մենակ իշխանության մասին չի։ Հարցը այն է, թե հայ ժողովուրդը շարունակելու է ապրել պարտության մտածողությամբ, թե վերադառնալու է ազգային արժանապատվության ճանապարհին։ Այդ ճանապարհը սկսվում է մի քայլից։ Դա ընտրությունների գնալը չի։ Դա այս տեխնացուներից մեկին ընտրելը չի։ Դա վերածննդի շարժմանը միանալն է ու վերականգնելն է այն Հայաստանը, որը չի վախում իր պատմությունից, իր իրավունքներից ու իր ապագայից։ Այս վրա մտածեք, արեք ձեր հետևությունները ու որ ամենակարևորն է, վերջապես կայացրեք ձեր վճռական որոշումը։ Ունեք, չունեք, այսօր ունեք մենակ լույսի բանակ ու վերածննդի շարժում։ Միգուցե հիմա շատերը փորձեն հակադարձել ու վիճել, բայց ինձ բոլորն են հասկանալու առնվազն մի 5 տարի հետո։ Հասկացեք հիմա, մտածեք հիմա, վերլուծեք հիմա։ Այսօր այսքանը, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։